Պահի ժամը 12-ից հետո մենք արդեն իսկ ոչ թե որոշումով են պայմանավորում խոզարկության մասին խոսել կամ չխոսել, ամեն դեպքում եկեք հիմա որևէ այլ մեկնաբանություններ մենք չներկայացնենք, առանց հետո բոլորս չեմ թաքցնում, սարսափելի լարված ենք եւ հուզված ենք, տեսնենք Աստված առաջ ժամը 12-ին ինչ որոշում կլինի, հետո ձեր բոլոր հարցերին ես անձամբ պատրաստական եմ պատասխանել։ Դրանք այնտեղ տարբեր միջադեպեր կա, Դավիթին հրելը, Դավիթի ընկնելը, ձեռքի անկանոն շարժելը եւ Դավիթին հարվածելը, նորից Դավիթի ընկնելը։ Տարբեր կադրեր կան։ Չէ, Դավիթի հրելը, որից հետո Դավիթի արդեն այդ շարժումը, խնդրում եմ ուշադիր նայեք, հարված կա թե չկա, խնդրում եմ մի կարմիր տողով գնաց լրատվություն հարված ու այդ հարվածը դարձավ ճակատագրական էս պատանների համար։ Ես անընդհատ ասում եմ երեխա, այո, իմ համար երեխա են, 18 տարեկանը դեռևս երեխա, կարդում եմ մեկնաբանություններում տենց երեխա եւ այլն, խնդրում եմ հարգելի հասարակություն, որքան էլ որ դուք բևեռացված եք կամ բևեռացված չեք, լինենք անաչառ, 12-րդ դասարանում սովորող երեխեք են ախր էս մարդիկ։ Հույս ունեմ։ Գործ ունենք միջին ծանրության հանցագործության հետ։ Երբևէ տեսել եք 2-ից 5 տարի նախատեսող խոտվածով տանեն 18 տարեկանի կալանավորը։ Այո։ Արդեն երեք դրա գնահատականները ոնց որ թե հրապարակավ նաև Հովսեփն էլ տվեց Սարգսյան, եկեք նորից չկրկնվեմ, անկեղծ եմ ասում, հիմա չեմ կարողանում խոսել, երևի գիտեք իմ հուզմունքս, որ ասում եմ Գարանեից պակաս չի։ Տիկին Ագակյան, իսկ դատը այստեղ սկսելուց առաջ, երբ որ Դանիել Լեոնիսյանն էր գրառում արել, անդրադարձել երեխաների առողջական վիճակի մասին եւ մի շարք մանրամասներ հայտնել, հենց առաջին ինքը արդյոք այդ, չգիտեմ, չի խախտում տղայի իրավունքները իր առողջության վերաբերյալ այդքան մանրամասն տեղեկություններ հայտնելով։ Ինձ համար անգամ զարմանալի է, թե Դանիել Լեոնիսյանը որտեղից այդ ամբողջ տեղեկատվությունը գիտեր, որտեվ եթե դուք նկատել եք, մենք իրավունք էլ չունենք դրա մասին շատ բարձրաձայնելու։ Թեպետ Դանիել Լեոնիսյանը իր դատողություններն էր արել, որ ինձ համար առողջական վիճակով պայմանավորված ընդհանրապես ընդունելի չի։ Դավիթ Մինասյանը հոգեկան որևէ խնդրով չի տառապում։ Դավիթ Մինասյանը ունի առողջական խնդիրներ։ Նա պայծառ գիտակ գրագետ տղա է, ընդհանրապես որևէ հոգեկան խնդիր չունի, ինչը որ Դանիել Լեոնիսյանն էր ներկայացրել։ Եվ ինչպես ներկայացվեց, ես Դանիել Լեոնիսյանի կոչին, անկախ իմ վերաբերմունքից, չեմ ասում վատ թե լավ, մենք դատարանում անգամ դրան հրապարակավ միացել ենք, որ խնդրում ենք այս տղայի նկատմամբ կալանքի ձևով խափանման միջոց մի ընտրել, բայց երեխան հաստատ դա մեկ անգամ եւս կրկնում եմ, հոգեկան խնդրի հետ կապած խնդրում եմ երեխային հոգեկան հիվանդ, տղային հոգեկան հիվանդ մի դարձնել։ Տիկին Էլբակյան Միքայելի հետ կապված 5 միլիոն դրամ գրավը 3 օրում պետք է հավաքվի։ Այո։ Ընտանիքը, ընկերները հնարավորություն ունեն։ Ուրեմն նայեք, անկախ նրանից ընտանիքը հնարավորություն ունի թե չունի, այս ընտանիքը այնքան հարգված ու սիրված է, երևի թե մեր ընկերությունն արդեն հավաքել այդ գումարը, ես տեղյակ չեմ։ Այս պահին անգամ էլ չենք գնացել վճարելու, ես ինքս էլ կգնամ, այդ խնդիր չի։ Մենք ստեղել ենք գրավի գումար առաջարկել, ոչ թե ասել ենք 5 միլիոնից սկսած ինչը որ դատարանը բավական կհամարի, ամեն դեպքում դա այս ընտանիքի համար բոլորս պատրաստ ենք ամեն ինչ ներդնելու, ամեն ինչ։